կարող էլի անընդհատ թույլ տալ, որ այս կրկեսը շարունակվի։ Հարգելի գործընկերներ, մենք ունենք կանոնակարգ։ Կանոնակարգով հստակ նշված է կներեք։ Հեսա կասեմ ինչի նկատի ունեի։ Երբ որ ասվում է, որ ժողովուրդ ջան, պետք է քննարկել եւ ելույթ ունենալ հարցի շրջանակներում, դա է այն կանոնակարգը, որը որ մենք ընդունել ենք։ Հարց ու պատասխանի ժամանակ, պարոն Իսկանդարյան, խնդրեմ, որքան ունեք հարց, տվեք ինձ, մեր գործընկերներին եւ բոլոր բացատրությունները, հիմնավորումները, թե ինչու է դա այդպես արվել, ձեզ կտրվեն։ Եթե հարցի վերաբերյալ ելույթ ունեք, պարոն Իսկանդարյան, խնդրում եմ խոսեք։ Եթե չունեք, առաջարկում եմ բոլորի ժամանակը ուղղակի չվատնենք այս process-ի վրա։ Խնդրեմ։ Պարոն Ավինյան, ուրեմն առաջինը մեկ այդ կրկեսը չհասկացա։ Ես կարծում եմ պետք է մեկնաբանել, որովհետև շատ տգեղ ու տհաճ է արտահայտվում, որը այդ աթոռը զբաղեցնողի համար աններելի է։ Դա եթե մենք էլ սկսենք կրկեսով խոսալ, ուզում եք ասեք, սենց նստած նայում եք ում սենց հենց առաջի սարքից սկսած։ Անցած նիստին խոսում եք ստենդափից, հենա օրակարգի հաստատման ժամանակ տեսանք ինչ ուժեղ ստենդափ եք անում, ժողովուրդն էլ ուրախանում է։ Մի արեք տենց բաներ ու մի խոսեք այնպես, որ մենք էլ ձեզի պատասխանենք, հետո ստացվի, որ դուք ձեր անցած նիստի նման բերած նախագիծը բոյկոտեք, հիմա էլ բացասականով եկած նախագիծը էլի հաստատեք։ Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ ասել, որ հանձնաժողովի նիստին էլ հարցեր ուղեցինք, թե ովքեր են դրա շահառուները ելնելու, անուններ չհնչեց։ Այսինքն ստեղին չստացվում, որ Երևանի քաղաքապետարանը փորձում է օգնել ավելի հարուստ կազմակերպություններին քիչ գումարներ վճարել, իսկ ավելի փոքր ֆինանսական միջոցներ ունեցող շինարարական կազմակերպություններին, չգիտեմ, տանել դեպի սննգացում օրինակ։ Երկու անգամ շատ թույլտվության վճարողը վճարելու է ավելի քիչ։ Իսկ արտոնությունը, նույն արտոնությունը այլ հիմնարկների համար նախատեսված չի։ Ամենայն հավանականությամբ սիրելի քաղաքացիներին ինչ-որ ժամանակ անց մենք դրա մասին կտեղեկանանք, թե որ փոխկապակցված ընկերությունն է, որ Տիգրան Ավինյանի հովանավորչությամբ 400-800 միլիոնի տեղը օրինակ կամ 1 միլիարդ դրամի տեղը օրինակ պետք է վճարի 400 միլիոն դրամ։